Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստան հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է ապրիլի 24-ին։ Արևմտյան Հայաստան Հանրապետության կառավարությունը հրավիրված է ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդ։ Համշենցին հալամապրում է 90 տարեկան տատիկին հուշերը, մհենգել Բաքուն պահանջում է անարգել մուտք Բիդանախիջևան, ցեղասպանության ահասարսով վկայությունը։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերին հիշատակը հավերժացնող հուշապատին Իրան Իվիլցնանն եւս 2 հատ անուն։ Նավառայսիսկ հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված միջոցառումը անցկացվելու։ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողովը հրավիրում է մասնակցել 2025 թվականի ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելի ու ծաղիկներ դինելի անմարգարակին կողքին։ Հավաքը տեղի է ունենալու ժամը 12:30-ին համալիրին կողքի տարածքում, ինչտեղ իննական Արևմտյան Հայաստան Հանրապետության դրոշը վերին կողքին հավաքվել է ետը մեկնարկելու է երթը։ Հարգանքավ Արևմտյան Հայաստան Հանրապետության ազգային ժողով։ Արևմտյան Հայաստան Հանրապետության կառավարությունն ազգային ժողովը սերավ հրավիրում ընծած ներկա գտնվել է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը ազգային խորհրդի նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին բարձր հովանու ներքո։ Արարողությունը իննական Ծիծեռնակաբերդ հուշահամալիրումը 2025 թվականի ապրիլի 27-ին ժամը 1:30-ին նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին պետյուր հովանու ներքո այն պետությունների նկատմամբ վերջինանչալն Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանությունը։ Ցակումավ համշենա 90 տարեկան բաբոն կապույտ աշկերավ ու փորձառու իրան խոսքերավը անթակույց է պատմում համշենցիներին անցած ուղու մասին։ Այս աշխարհը եկալնք էլ հինչնք տասալ բացի վշտից, ցավից ու գործից։ Մունք խոսելիս ընկլալ համշենցիներավ համշեներեն։ Թուրքեր են գիտալիս էլ չընկլալ, մհենք արդեն թուրքերն են կսվերալ։ Այս բարձ ու հուզիչ խոսքերի մեջ անհնչում ոչ միայն անձնական, այլև ազգային ցավնա ինքնության պահպանման պայքարը։ Բաբոն հիշում է այն վաղտերքը վեր իրանց մայրենին համշենի բարբառը առօրյա կյանքի միակ լեզուն այլալ, բայց ժամանակի ընթացքը պետական քաղաքականությունն վախեր է ստիպալն համայնքին կուրցնել մայրենի լեզուն, տղզիճելով օտարին։ Թեև համշենցուն բարբառը օն է արևելահայերենի ու արևմտահայերենի հետ մխլա ընդհանրությունն է, այն յուրան յուրահատկություններով երբեմն դիժեր հասկանալի է սովորական հայախոսներին հետի։ Բայց այս լեզուն հստակ հիշեցնում է համշենի հայությունը հալամ սաղա, խոսում է յուրան լյուզվավը ու հալամ կրմա յուրան մշակութային դիմագիծը, թարգմանության հեղինակն է Հյուրիե Շահին ու Համլետ Մազմանյան։ Բաքուն Երևանը պահանջում է անարգել մուտք Բիդանախիջևան։ Այս միտքը հնչեցրալ է Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնինի հետ համատեղ ասուլիսին վաղտը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների նախարարը նշալավեր խաղաղ համաձայնագրի տեքստի աշխատանքը բրծալա մարտին ու Ադրբեջանը հնարավորություն ունի եւս մեր հետ Հայաստանն հետ քննարկել գործընթացի վերջնական ավարտին յուրան օրինական ակնկալիքն է։ Ես նշալում Արևելյան Հայաստանասահմանադրությամբ Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը մինգել Մինսկի խմբի վերացումը սահմանազատման գործընթացը շարունակվում է, բայց հաղորդակցությունն բացման հարցը դեռևս լուծված չի։ Մտքերի փոխանակումը տեղի ունեցալ նաև այն մասին վեր անարգել մուտքը Նախիջևան հալամ ապահովված չի։ Քննարկվան ազատագրված տարածքների վերականգնման ու շինարարական գործերը մինգել ականներին վտանգը վերես գործընթացների ամենալուրջ խնդիրներն է թվարկալա Բայրամովը, բայց ըստ էության համաձայնեցնել պայմանագրին տեքստը Բաքուն որոշել է թեզա պահանջներ առաջ քաշի։ Դա ըստ մի քանի փորձագետների արվում է խաղաղ պայմանագրի ստորագրումից ընդհանրապես խուսափելի հետի։ 1915 թվականի օգոստոսի 1-ին Սոֆիա Լուստ ասած Հայաստան երրորդյա թերթում հրապարակված կարճ լուրերը նորից բացահայտում են հայերի դեմ իրականացված ցեղասպանության սարսափեցնող իրականությունը։ Թերթը տեղեկացնում է Վերսով ծովին այսիական ափերին կողքին հայտնաբերվալ մծ քանակությամբ հայուհին դիակն է։ Ականատեսների վկայությունով զոհերը հալամ ենթարկված են սոսկալի տանջանքների, հետո նետվալն ծովը։ Դիակներն շատերին ցերքենա վները կապված ունենալ, ինչը վկայում է վեր իրանց կանխամտածված ձևասպանալն։ Ստի վկայությունն վերտպագրվան ցեղասպանության վաղտը գործող հայկական մամուլումը պատմական փաստաթղթերին վկայող Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն ծրագրավորված բնաջնջման մասին։ Այս մութ էջերը պիտի հիշվին ոչ միայն որպես զոհերի ձայն, այլ նաև որպես արդարության պահանջ ժամանակակից աշխարհի հետի։
Երևանացի ձեռնարկաբերդի հայրի դեմ իրականացված ցեղասպանության հուշահամալիրում գտնվող հուշապատին շուտով ավելանալու են ևս 2 անուն։ Ստեղ արդեն փորագրված են ավելի քան 5 տասնյակ բնակավայրերի անուններ, ինչտեղ Օսմանյան կայսրությունում իրականացվան հայերի կոտորածն է։ Հայերի ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը հայտնաբերել հուշապատին ավելացվելու է ցեղասպանություն եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինին անունը որպես ցեղասպանագիտության հիմք տիրած գիտնականի, երկրորդ անունը ինյականա ֆրանսիացի ադմիրալ Լուի դե Ֆյորնեի վերիմիջամտությամբ Մուսալերան հերոսամարտի մղտեն փրկվել շուրջ 4000 հայ։ Ապրիլի 24-ին Նավառայսիսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցումը միջոցառման ինյական նվիրված 1915 թվականի հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին, սրա մասին հայտնում է Նավառայսիսկի հայկական լույս ընկերությունը, հիշատակի արարողությունը ետը ծաղիկներին խոնարհելու։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա այդ այսքան ենք նախատեսալ, սպասիբա ուշադրության հետ, պնդկացիք։